Ադրբեջանում ասացին հեղաշրջում է պլանավորվել, ասացին Վլադիմիր Պուտինն է Դուշանբեում արել, գիտես ինչ է արել։ Նախ որ հեղաշրջում չուզի անել, դրա համար տվել է։ Երկրորդը ասել այդ մեկնաբանում են այսպես, ինքը իր լրտեսներին ծախում է, դե ինք ենքան լրտես ունի, որ երևի շատ ունի չի վախենում, բայց դրանով Ալիևին ասեց, երբ ուզեմ հեղաշրջում կանեմ, սուս մնա, Ալիևն էր սուս մնաց, երբ ուզեմ կանեմ, այսա է, սպառնալիք կա տակ, այդ տալու մեջ սպառնալիք կա, բայց որ Մեհդիևին օգտագործեց, ինչպես Պագոս Սահակյանը մյուսներին, շպրտեց, ես ինչքան եմ ասել, որ հայ ռուս նվիրյալներին Հայաստանը, ռուսները ծախում են վերջի պահին, Աղասի Խանջյանի հետ են արել, շատ-շատերի հետ։ Բայց Ադրբեջանում հեղաշրջում հնարավոր է հաշվի առնելու բռնատիրական ռեժիմները։ Բռնատիրությունը ինչ կարող է Ալիևի բռնատիրությունը ավելին է, քան Պուտինի բռնատիրությունը կամ Անի բռնատիրությունը։ Այդ բռնատիրությունը ռուսները համաձայն են, եթե չեք ԿԳԲ-ով աղտոտված երկրներում նա միշտ կարող է հեղաշրջում անել։ Միակ երկիրը, որ չկարողացավ այդ շրջանում Հայաստանում է, դրա համար վարի են գնում ռուսական սեգմենտ, օրորի վարի է գնում։ Ո՞վ է վարի գնում։ Դե ինը տեսնում ես, մեկ ելնում են, մի հատ հռչակում են առաջնորդ, հետո իշխանափոխություն, impeachment եւ այլն։ Լավ, արիկա, Ադրբեջանի եթե ենթադրյալ հեղաշրջման վերակ։ Եթե ուրեմն ես դա սպառնալիք եմ դիտում։ Տվեց ինքը գիտի որ այդպես է, որովհետև նա հոր հետ էլ է աշխատել, ակոնքը գիտի էլի, դա չմոռանաք, որ Ալիևը ԿԳԲ գեներալի տղա է, այսինքն իր աչքի առաջ այդ բոլորը եղել է շատ բաներ։ Հիմա վերահսկել է ինչ արել եւ այն այդ բոլորն արել է Ռուսաստանի Ադրբեջանամետ քաղաքական բարակային, բայց Դուշանբեում ասես գիտես ինչ կա, երբ կուզեմ գցեմ քեզ, ահա քեզ մի հատ է։ Քեզ բայց նաև ներքին հակասություններ առաջացնում։ Հիմա այնտեղ գիտեք երկու կլան է, չէ՞ իրար, Փաշաևների եւ Ալիևների կլանն է Նախիջևան։ Իսկական կլանային է իշխանություն, ընդ որում Ալիևի կոնկրետ իշխանությունը քրդական է։